Հարգելի հետևորդներ, կրկին ողջունում եմ ձեզ ABC մեդիայի օրենաչափ հեղինակային հաղորդման եթերում։ Հիշեցնեմ, ես Տիգրան Գրիգորյանն եմ, Հայց փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն։ Փաստաբան։ Բոլորս տեղյակ ենք, որ պետության ներկայացուցիչի կողմից անձին ազատությունից զրկելը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով։ Այսինքն ցանկացած գործողություն պետք է կատարվի այն կարգով, որը հստակ սահմանված է ոչ ավել, ոչ էլ պակաս։ Պարզաբանեմ, որ փաստացի կիրառվում է ձերբակալման երկու տեսակ, որից առաջինը վարչական ձերբակալումն է, իսկ երկրորդը վերաբերվում է քրեադատավարական գործընթացին, օրինակ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում։ Հերթով ներկայացնեմ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից ձերբակալում իրականացնող մարմիններն են. Ոստիկանությունը սահմանապահ զորքերը պահպանվող օբյեկտի գտնվելու վայրի ռազմականացված պահպանության ավագ պաշտոնատար անձը, զինվորական ավտոմոբիլային տեսչության պաշտոնատար անձինք, մաքսային մարմնի պաշտոնատար անձինք։ Որ դեպքերում է ձերբակալումն իրականացվում ոստիկանությունը։ Նշեմ մի քանի օրինակ։ Մանր խուլիգանություն կատարելու, հավաքների կազմակերպման և անցկացման սահմանված կարգը խախտելու, ոստիկանության աշխատողի, նաև զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամատորեն չենթարկվելու, հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու, հասարակական վայրերում մարդկային արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը վիրավորելու, փողոցային երթևեկության կանոնները խախտելու և օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։ Սահմանապահ զորքերի կողմից վարչական ձերբակալում կարող է իրականացվել սահմանային ռեժիմը կամ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտելու դեպքում։ Պահպանվող օբյեկտի գտնվելու վայրի ռազմականացված պահպանության ավագ պաշտոնատար անձը կարող է վարչական ձերբակալում իրականացնել պահպանվող օբյեկտների, պետական կամ հանրային այլ գույքի նկատմամբ ոտնձգության հետ կապված իրավախախտումներ կատարելու դեպքում։ Զինվորական ավտոմոբիլային տեսչության պաշտոնատար անձանց կողմից վարչական ձերբակալումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տրանսպորտային միջոցների վարորդների կամ այդ միջոցները վարող մյուս անձանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում։ Եվ վերջապես մաքսային մարմնի պաշտոնատար անձինք կարող են ձերբակալել մաքսային կանոնների խախտման համար։ Հարգելի հետևորդներ, իմացեք, որ վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելին, քան 3 ժամ։ Իհարկե, բացառիկ դեպքերում և հատուկ անհրաժեշտությամբ պայմանավորված օրենսդրությամբ կարող են սահմանվել վարչական ձերբակալման այլ ժամկետներ։ Օրինակ, անձը սահմանային ռեժիմի խախտման դեպքում կարող է ձերբակալվել մինչև 3 ժամ տևողությամբ, սակայն իրավախախտման հանգամանքների պարզման անհրաժեշտությունից ելնելով կարող է ձերբակալման ժամկետը երկարել մինչև 3 օր, նաև կարող է մինչև 10 օր ձերբակալված մնալ, եթե չունի անձը հաստատող փաստաթղթեր և երբ ձերբակալող մարմինը փորձում է դա պարզել։ Պետք է հիշեք նաև, որ վարչական ձերբակալման ժամկետը հաշվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձին նրա սթափվելու ժամանակից։ Անցնենք առաջ։ Քանի որ ձերբակալումների քանակի առուծի բաժինը ընկնում է ոստիկանությանը, ներկայացնեմ ձեզ մի քանի իրավական կարգավորում, որոնցով ոստիկանությունը առաջնորդվում է։ Այսպես, ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, արժանապատվությունը, պատիվը ու բարի համբավը, սեփականության իրավունքը, նաև մյուս իրավունքներն ու ազատությունները։ Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումները թույլատրելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը։ Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձին տրամադրել իրական հնարավորություն օգտվելու իրավաբանական օգնությունից, սկսած ոստիկանության վարչական շենք մուտք գործելու պահից, բայց ոչ ուշ, քան ազատությունից փաստացի զրկվելուց հետո 3 ժամ անց։
Անձը նաև իրավունք ունի իր ընտրած մարդու միջոցով տեղեկացնել գտնվելու վայրը, հաղորդակցվել և տեսակցել փաստաբանի հետ, նաև իր ցանկությամբ ենթարկվել բժշկական զննման, եթե քրեական դատավարության օրենսգրքով այլ բան սահմանված չէ։ Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանցից բխող իրավունքներն ու պարտականությունները, նաև աջակցել իրավունքների իրացմանը։ Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին և ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Ոստիկանությունն իրավասու չէ հավաքելու, պահելու, օգտագործելու և տարածելու մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։ Այսպիսով, ոստիկանությունն այլ լիազորված մարմինն է, որը ունի ձերբակալելու իրավասություն, սակայն դրա հետ մեկտեղ ունի իր վրա դրված հստակ պարտականություններ, որոնք չկատարելու դեպքում ոստիկանության աշխատակիցը կամ աշխատակիցները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության՝ լիազորությունները չարաշահելու կամ անցնելու կամ ապօրինի ձերբակալելու հիմքերով։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, թե ինչ է նշանակում ձերբակալումը։ Ձերբակալում հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով կամ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով անձնական ազատության իրավունքի սահմանափակումը առանց դատարանի որոշման։ Սա նշանակում է հանցագործության կատարման փաստի առկայության դեպքում իրավապահ մարմնի ներկայացուցիչը կարող է կասկածի հիման վրա ժամանակավորապես սահմանափակել անձի ազատությունը, նրան ձերբակալելով առանց դատարանի նախնական որոշման։ Ձերբակալումը կարող է կիրառվել հետևյալ դեպքերում. երբ իրավապահ մարմինը հիմնավոր կասկած ունի ձերբակալվողի հանցանք կատարելու վերաբերյալ, երբ ազատության մեջ գտնվող մեղադրյալին պետք է ներկայացնել դատարան և խաբման միջոցի պայմանների խախտված մեղադրյալի նկատմամբ, կարևոր է իմանալ, որ անձը համարվում է ձերբակալված նրան ազատությունից փաստացի զրկելու պահից։ Ձերբակալման ժամկետը հաշվարկվում է նույն պահից։ Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել հետևյալ դեպքերում. Եթե նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո, եթե ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի, եթե տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր։ Եթե առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր և միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չէ։ Վերոնշյալ հիմքերից որևէ մեկով ձերբակալվածին հետաքննության մարմին կամ վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող մարմին, օրինակ քննչական կոմիտե, բերելուց անմիջապես հետո ձերբակալում իրականացրած անձը, օրինակ ոստիկանը կամ քննիչը, կազմում է անձի ձերբակալման արձանագրություն։ Կարևոր է իմանալ, որ ձերբակալվածին ազատությունից փաստացի զրկելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում պետք է հանձնվի նրան ձերբակալելու կամ ազատ արձակելու վերաբերյալ որոշում, նաև մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը։ Ձերբակալման որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն և վայրը, ձերբակալվածի տվյալները, նրան վերագրվող արարքի փաստական հանգամանքները, ձերբակալման հիմքը։ Նշված սահմանված կարգով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 72 ժամից ավելին, սակայն ձերբակալվածի նկատմամբ, եթե հարուցվի հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ համապատասխան խաբման միջոցը, օրինակ կալանավորումը կամ տնային կալանքը, կիրառելու հարցը լուծելու համար մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում։ Հարգելիներս, ձեր ուշադրությունն եմ հրավիրում կրկին հետևյալին. Եթե ձերբակալվածի նկատմամբ ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի ընտրվում կալանք, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման։
Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պարտադիր պետք է ստուգի նաև ձերբակալման իրավաչափությունը։ Անցնենք առաջ։ Անդրադառնամ մի հարցի, որը թյուրիմացաբար առաջանում է հասարակության լայն շրջանակներում։ Շատ անգամ ձերբակալումը շփոթում է խափանման միջոցներից մեկի՝ կալանավորման հետ, իսկ կալանավորումը վերջնական դատավճռով նշանակված պատժի ազատազրկման հետ։ Ինչ է սա նշանակում, երբ ձերբակալումից հետո 72 ժամվա ընթացքում անձին մեղադրանք է առաջադրվում, դեռ չի նշանակում, որ նա մեղավոր է, և պետք է ելնել անմեղության կանխավարկածից։ Սակայն որոշ դեպքերում նախաքննության ընթացքում դատարանը կարող է մեղադրյալի նկատմամբ կիրառել խափանման միջոց՝ կալանքի տեսքով։ Դատարանի այս որոշումը կարող է բողոքարկվել և ազատազրկված մեղադրյալը կարող է ազատ արձակվել մինչև նախաքննության ավարտը։ Դրանով են պայմանավորված այն բազմաթիվ դեպքերը, երբ մեղադրյալներին ազատազրկում են, հետո որոշ ժամանակ անց ազատ արձակում, հետագայում էլ վարույթ իրականացնող մարմնի կողմից որոշման բողոքարկման արդյունքում կրկին ազատազրկում։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ տվյալ անձի մեղքն արդեն ապացուցվել է, և նա արդեն կրելու է իր պատիժը։ Ազատազրկման տեսքով պատիժ սահմանվում է միայն դատարանի վերջնական դատական ակտով, երբ հանցանքի կատարման համար մեղադրվող անձի մեղքը համարվում է ապացուցված։ Իսկ այժմ վերջապես փորձենք հասկանալ, թե որոնք են հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալված անձի իրավունքները, պարտականությունները, դրանց իրականացման պայմաններն ու երաշխիքները։ Ձերբակալված անձը ձերբակալման որոշումը ստանալու պահից, իսկ եթե սահմանված ժամկետում այն չի հանձնվել, ապա իրեն ազատությունից փաստացի զրկելուց հետո 6 ժամ լրանալու պահից ձեռք է բերում մեղադրյալի համար նախատեսված բոլոր վերաբերելի իրավունքները և պարտականությունները։ Մինչև մեղադրյալի վերաբերելի իրավունքները ձեռք բերելը ձերբակալված անձն իրավունք ունի. Իմանալու իրեն ազատությունից զրկելու պատճառը, պահպանելու լռություն, իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին, հաղորդակցվելու և տեսակցելու փաստաբանի հետ, իր պահանջով ենթարկվելու բժշկական զննման։ Լռելու իրավունքը կարևորագույն իրավունքներից է։ Իրավական բավարար գիտելիք չունեցող անձը կարող է ինքն իրեն վնասել վարույթ իրականացնող մարմնին, հայտնելով տեղեկություն, որը հետագայում կարող է օգտագործվել իր դեմ։ Ցանկալի է, որ նման դեպքերում դիմել պաշտպանի օգնությանը կամ առնվազն խորհրդակցել փաստաբանի հետ։ 5-րդ կետում նշված բժշկական զննման պահանջ կարող եք ներկայացնել, եթե գտնում եք, որ դա կօգնի ձեր նկատմամբ առաջացած կասկածի կամ ձեզ առաջադրված մեղադրանքի հերքմանը։ Իսկ ինչ պարտականություններ ունի ձերբակալված անձը մինչև մեղադրյալի վերաբերելի պարտականություններ ձեռք բերելը։ Դրանք հետևյալն են՝ ենթարկվել ձերբակալումն իրականացնող անձի, հետաքննության մարմնի և վարույթ իրականացնող մարմնի կարգադրություններին, ենթարկվել անձնական խուզարկության, ենթարկվել բժշկական զննման և մատնադրոշման կամ լուսանկարվել կամ փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ։ Ինչպես տեսնում եք, բժշկական զննման պահանջ կարող է ներկայացվել նաև ձերբակալող մարմինը, սակայն դուք կարող եք հրաժարվել դրանից, եթե դա բխում է ձեր պաշտպանության մարտավարությունից։ Նշեմ, որ ձերբակալված անձը կարող է նաև հարցաքննվել իրեն վերագրվող արարքի, նաև տվյալ վարորդի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի վերաբերյալ։ Բոլոր դեպքերում ձերբակալված անձը ինքնուրույն կամ պաշտպանի միջոցով կարող է վիճարկել ձերբակալման իրավաչափությունը, բողոքարկելով այն դատարան, իսկ դատարանն իր հերթին նման բողոքը ստանալուց հետո անապահ որոշում է կայացնում ձերբակալման իրավաչափության վիճարկման վարույթ հարուցելու մասին։ Հարգելի հետևորդներ, ավարտելով այսօրվա թողարկումը, առաջարկում եմ ամփոփենք ստացված տեղեկությունները։ Այսպիսով, հիշում ենք, որ վարչական ձերբակալման դեպքում անձը պետք է ազատ արձակվի փաստացի արգելանքի վերցվելուց 3 ժամից ոչ ուշ, իսկ ենթադրյալ հանցանքի կատարման կասկածի դեպքում 6 ժամից ոչ ուշ։ Ֆիքսում ենք, որ եթե հանցանքի դեպքով է, ապա ձերբակալվածը ներկայացվում է քննիչին, և քննիչը 6 ժամվա ընթացքում պետք է կայացնի ձերբակալման որոշում, և նման որոշումը կայացնելու դեպքում ձերբակալված անձի ազատությունը կարող է սահմանափակվել 72 ժամով, սակայն հաշվարկը կատարվում է փաստացի ձերբակալման պահից։ Հիշում ենք, որ ձեզ պետք է տրամադրվի հնարավորություն նախընտրած անձի հետ կապ հաստատելու համար,
պաշտպան, փաստաբան ունենալու իրավունքը ապահովի, բացի այդ կարող եք օգտվել լռելու իրավունքից։ Խորհուրդ եմ տալիս որևէ տեղեկություն վարույթ իրականացնող մարմնին հայտնելուց առաջ պարտադիր խորհրդակցել պաշտպանի հետ։ Բոլոր այն դեպքերում, երբ ձեր նկատմամբ իրավապահ մարմնի աշխատակցի կողմից բռնություն է գործադրվել, այդ թվում ոչ համաչափ ուժ է կիրառվել եւ դրա հետևանքով առաջացել են նաեւ մարմնական վնասվածքներ, պահանջեք բժշկական շտապ օգնություն կանչել եւ հետեւողականորեն պահանջեք, որ բժիշկներն արձանագրեն ձեր վնասվածքները։ Նաև ձեզ ձերբակալած ոստիկանից պահանջեք, որ նա էլ իր հերթին գրավոր տեսքով արձանագրի ստացված վնասվածքները։ Կարծում եմ այս հաղորդումը որոշակիորեն լուսաբանեց ձերբակալման գործընթացը եւ խորհուրդ եմ տալիս նման իրավիճակներում դիմել փաստաբանի օգնությանը։ Հարգելիներս, չմոռանաք սեղմել բաժանորդագրության կոճակը, օրենաչափի նոր թողարկումները բաց չթողնելու համար, մի խախտեք օրենքը, բայց եւ իմացեք ձեր իրավունքները, կհանդիպենք մեկ շաբաթից ABC Media-ի եթերում։